հիմա եւ առհասարակ պատերազմի ողջ ընթացքում իր բոլոր գործողությունները միտված են եղել իր իշխանությունը պահպանելուն։ Պատերազմի շուտ չավարտելը, կեղծ լուրեր տարածելը, մի վառ օրինակ ամենամեծ կեղծիքը, որը արել է անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Նոյեմբերի 9-ին, այսինքն պատերազմի վերջին օրը, ցերեկը Նիկոլ Փաշինյանը իր Facebook-յան էջում գրում է. Շուշիի համար մարտերը շարունակվում են։ Այնինչ հետո պարզ դարձավ, որ նոյեմբերի 5-ից Շուշին արդեն չի եղել հայկական կողմի վերահսկողության ներքո։ Եվ նոյեմբերի 9-ից լույս 10 Նիկոլ Փաշինյանը ստորագրեց այդ խայտառակ կապիտուլյացիոն հայտարարությունը։ Հիմա հարց է առաջանում. ինչ էր խաբում Նիկոլ Փաշինյանը մինչև վերջին պահը։ Դա լկտի սուտ է։ Այսինքն երկրի վարչապետը ողջ հանրությանը մոլորեցնում է բոլոր իր քայլերը այսօր էլ միտված են իր իշխանությանը պահպանելուն։ 44 օր անընդմեջ ստել են։ Եվ եթե մեզնից որևէ մեկը փորձում էր հանրությանը ներկայացնել իրական պատկեր, մեզ կոչում էին ամենավերջին բառերով։ Ինչու էին 45 օր ստում, ինչու։ Որովհետև երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը քրոնիկ սուտասան է։ Նա ստում է։ Նա հիմա էլ է ստում։ Ինչ է նա անում։ Բերում է կեղծ օրակարգեր։